Ես նաև խոստանում եմ վերացնել հայոյանքը հանրային կյանքից, քաղաքական գործիչը, պետական գործիչը հենց հայոյեց, այո, նրա հետ ամենախիստ ձևով պետք է վարվել, որովհետև այդ հայոյանք տվողները, որ արդարանում են, ասում են էմոցիաներ ունեն, էմոցիան այդպես չէ, որ գնան կնոջ վրա գոռան, որ գնան մարդու վրա գոռան, մունատ գան, էմոցիա նշանակում է դու, եթե ինչքան էլ ուզես պետական պաշտոնյա ես, դու ով ես, որ մարդու վրա գոռաս, դու պետքա զսպես քեզ այդ պահին, չես կարողանում աշխատել պաշտոնյա, թող գնա ուրիշ տեղ, ով ես դու ընդհանրապես, որ եկել ես պետական պաշտոն ես զբաղեցնում, այ ես սենց եմ մտածում, ժողովուրդ ջան, եւ սա իմ մտածողությունն է, սա իմ համոզմունքն է, ես ոչ թե սա ասում եմ, որպեսի հիմա ձեզանից ձայներ ստանանք, որպեսի ձեզ դուր գամ, այլ ես ասում եմ, որովհետև սա իմ համոզմունքն է, ես երբեք չեմ վախենում որևէ ինչ-որ դժվար իրավիճակից, մտնում եմ տակը, միջև վերջ գնում եմ առաջ ու պատասխանատու եմ ամեն խոսքիս համար։ Ես օրինակով ուզում եմ ցույց տալ ձեզ, մի օրինակ ասեմ։ Երբ ես մարդու իրավունքների պաշտպանն էի, ժողովուրդ ջան, հիշում եք, պետական ոչ մի պաշտոնյա ռիսկ չէր անում գնալ պետական սահմանների մոտ։ Ես գնացել եմ մեր թիմով, ընկել ենք ադրբեջանցիների մոտ, համարյա դրա մասին չեմ պատմել երբեք, 5 պակաս գերի ընկնելուց, ամեն ձև, բայց երբեք չեմ ընկրկել, երբեք հետ չեմ գնացել ու միշտ ես եմ առաջ գնացել։ Իմ թիմի առաջուց սկզբից երբեք որևէ մեկի վրա մեղքը չեմ գցել։ Գնում էինք միջազգային դատականացիաները, հեղեղել եմ ուղղակի միջազգային դատականացիաներին մարդկանց զզվացրել ամենալավ իմաստով։ Էլ ձեռիցս ուր էին փախնելու, լավ գիտեին, Արման Թաթոյանը եկավ, վերջ, փախնել չկա, ուրեմն պետք է դնենք հարցը քննարկենք։ Ես լինելու եմ այս պահանջներ ներկայացնողը, ես լրիվ ուրիշ պատմության մասին եմ, ժողովուրդ ջան, մենք այսքան ժամանակ ինչ ենք տեսել մենակ, պետությունը նայել են որպես հարստանալու միջոց, գնամ պետական պաշտոնյա դառնամ, ընտանիքից դիզեմ, տանեմ այն մեկին ընդունել տամ համալսարան, այն մեկը մի քիչ լավ կսկսի ապրել եւ այլն գյուղում կուրախանան, չգիտեմ քաղաքում, հետո էլ կգա մեծ մի թանկանոց ավտոյի հետևը նստած, կիշնի փորը դուս գցած, իբր ինքը հասել է արդյունքի։ Այն նման պաշտոնյաներ չեն լինելու, իմ օրոք չեն լինելու, այդ պաշտոնյաները պետք է գնան ընդհանրապես ուրիշ գործերով զբաղվեն, որովհետեւ մեզ պետք են մարդիկ, որոնք իրական գիտեն ինչ է ուզում քաղաքացին։ Մենք նրա համար ենք, որ մեր քաղաքացուն պաշտպանենք։ Այսօր ես մի կարճ տեսանյութ եմ դրել, ժողովուրդ ջան, մեր տնային տնտեսուհի, որ ասում ենք մեր մայրերի համար, չէ՞։ Ես այդ բառը ասեմ ձեզ ահավոր չեմ սիրում, այդ տնային տնտեսուհի, միշտ չեմ սիրել։ Ես հենց հնարավորություն ունենամ պետական քաղաքականությունից դա դուրս է գալու։ Բայց ես ինչ այսօր ասեցի։ Ասեցի, որ մեր բոլոր երեխա մեծացնող մայրերը մեր սրբություններն են։ Մենք բոլորի աշխատանքը, չարչարանքը, որ երեխա են դաստիարակում, պահում են, տալիս են պետությանը, պետք է հաշվել աշխատանքային ստաժ որպես։ Այդ մարդիկ ամբողջ կյանքում աշխատում են, դա պետք է հաշվի աշխատավարձի մեջ, թոշակի մեջ, հարց կարող է տան, ինչու տես բան կարող ենք մեզ թույլ տալ, ես հարց եմ տալիս, իսկ ոնց տես բան մեզ թույլ չտանք ու չանենք, եւ որ այդ մայրը մեր համար զինվոր է դաստիարակում, բժիշկ է դաստիարակում, ուսուցիչ է դաստիարակում, այո, մենք պետք է դա անենք եւ դրանով նաեւ ցույց տանք, որ մեր մայրերը, մեր կանայք, մեր սրբություններն են, մեր պետության հենասյունը, մեր արժանապատվությունը կրողը, սա ուզում եմ հստակ բոլորս նկատի ունենանք։ Ժողովուրդ ջան, երիտասարդներին, սիրելի երիտասարդներ, ես դες ամենաառաջինը մեր թիմով, սա մեր գլխավոր հարցերից է, ապահովելու ենք կրթություն, լավ կրթություն, որ դուք լավ աշխատավարձ ստանաք, բարձր կրթություն, ձեր ծնողների վրա ծանրություն չընկնի ու ամենակարևորը ապահով ապագա։ Ես ինքս անցել եմ դժվարությունների մեջով, ապավինել եմ ինձ, դժվար է եղել, ժողովուրդ ջան, ես չեմ ուզում, որ մեր երիտասարդները անցնեն այդ դժվարությունների միջով։ Ես ուզում եմ, որ մեր երկրում արդար լինի, որ եթե մարդը գիտելիք ու կարողություն ունի, ինքը իմանա, որ հասնելու է կյանքում ամեն ինչի ոչ մի նշանակություն չի ունենալու իր համար, ծնողը փող ունի թե չէ։ Մեր անվտանգությունը լինելու է մեր ամենակարևոր հարցերից մեկը, ժողովուրդ ջան, սա էլ ասեմ, ապահովություն, մեր բանակը, մենք պետք է հզորացնենք մեր բանակը, ինքը մեր անվտանգության ողնաշարն է, այլ ելք չունենք։ Ես որ ասում եմ բանակը, իշխանությունից, տարբեր քարոզիչներ որտեղից եք փողը գտնելու, Ադրբեջանը կհարձակվի, այ քեզ բան, ուրեմն մենք մեր երկիրը չզարգացնենք, ես իմ բանակը պետք է զարգացնեմ, իմ սպան,
պետք է լինի ոչ թե սոցիալական բեռ պետության համար, այլ պետք է լինի իմ պետության հենասյունը։ Այ այսպես ենք մենք մտածում մեր թիմում ու մեր արժեքային համակարգը սա է։ Մենք պետք է ունենանք հզոր բանակ, հայ զինվոր, որ ոչ թե այսօրվա իշխանությունների, սա ոչ թե գիտեք իրանց մասին չեմ ուզում տենց առանձնապես խոսել, այդտեղ խոսելու բանը չկա, բայց էլ տեսեք ինչ է կատարվում, որ ոչ թե կեղտոտ բերաններից հայ զինվոր բառը արտահայտվի, այլ հայ զինվոր բառը արտահայտվի իրական որպես արժեք, որովհետև որևէ մեկը իրավունք չունի գցի մեր զինվորի վրա, հայ զինվորի վրա մեղքը։ Այսօր ինչ կեղտոտ դիսկուրս է գնում, ասում են ինչի չես զոհվել հիմնավորի։ Հələ մի հատ դուք հիմնավոր եք, դուք ինչի չեք զոհվել։ Կացարանում 15 հոգի մեր զինվորներից հրդեհի հետևանքով մահացան։ Դուք կարաք ընդհանրապես տակից դուրս գաք ու հիմնավոր եք, այսինքն ձեզ ինչ, ոչ պատասխանատվություն կա, ոչ բան կա։ Մի հատ հիմնավոր եք, ես մեր 15 զինվորներից մեկի հորը հերոսական մարդ, ես իրան հանդիպեցի մեծամորում, այս պատմությունը ուզում եմ պատմել, ժողովուրդ ջան։ Հանդիպեցի մեծամորում, սա այն արժանապատիվ մարդն էր, ում տիկնոջ վրա վարչապետը գոռում էր բարձր ձայնով, ում պապիկին էլ ասում էր այդ տղայի, որ տարեք, փող են ստացել տվել ընդամենը։ Ես այդ մարդուն արժանապատիվ մարդ հանդիպեցի, ինքը ինչ է ասում այդ մարդը։ Ասում է, ինձ իմ տղուն, ես հերոս տղա ունեմ, հանձնել եմ իմ տղուն իմ երկրին, բայց ամենակարևորը ինչն է այդ մարդուն զայրացնում։ Ասում է ինձ մեզ խաբում են, այս թե քրեական գործի տեսանկյունից, թե բոլոր առումներով ոչ արժանապատիվ վերաբերմունք կա, ոչ էլ տեսնում եք, այսինքն այս գնահատականը ես այդ մարդու աչքերի մեջ նայելով, հետո որ մտածում եմ այն մարդ, ես ոնց կարող եմ աշխատել այնպես, որ այդ մարդուն մի հատ էլ վերավորեմ։ Ես ժողովուրդ ջան, այն մարդն եմ, որ ինձ համար ինչի է ամենասրբության պես կարևոր։ Ես ծնողների հետ մտել եմ ադրբեջանական կողմում զինվորների մարմիններ եմ մանեկել, նրանց երեխաների մարմիններն եմ մանեկել։ Ես տեսել եմ ծնողի աչքերի մեջ ինչպես նրան չասեմ կամ ասեմ, որ տղան զոհվել է, հայրը եկել է ասել եմ, մի ասա խնդրում եմ տիկնոջս, ես այդ ամենի մեջով անցել եմ, իմ համար իմ երկիրը սրբություն է, հայրենիքը, ես այս ամենը տեսել եմ, ու այս ամենը, ու դրան գիտեք ինչքան մեկ-մեկ ես մտածում եմ, որ այս ամենը ոչ թե ինձ թույլատրել են, այլ սրանք ինչքան էլ որ տարօրինակ է, ինձ ուժ էին տալի, որ ավելի աշխատեմ, ավելին անեմ, ժողովուրդ ջան, որ սենց աչքերը չես կարողանում պահես հուզմունքից, բայց ավելի ես աշխատում, որ այս անարդարությունների դեմ պայքարել։ Դրա համար, մեզ համար կարևորը կարգախոսը արդարությունն է, եւ արդարությունը խնդրում եմ քվեարկելով հենց 6-րդ համարի օգտին։ Այս բոլոր արժեքները ես որ ասեցի, սրանք իմ գաղափարախոսությունն են, մեր թիմով հանդերձ, մեր պրոֆեսիոնալներով մշակել ենք։ Մենք մեր ազգով, ժողովրդով ինքներս մեզ պետք է ոտքի կանգնացնենք։ Եվ վերջում նորից եմ ուզում ասել, ժողովուրդ ջան, հանգարտ չմտածեք, լուրջ եմ ասում ձեզ, հանգարտ չնեղվեք, ես այնքան մեջիս այս ուժը զգում եմ, ուզում եմ այդ ամեն ինչը իրար հետ մենք անենք, ով որ փորձի մեր ժողովրդի խաթրին կպնի, միջև վերջ հետևից գնալու ենք, ոչ թե Հայաստանից դուրս եկավ հայը մենք իրան տեր չենք, այլ մենք տեր ենք ամբողջ աշխարհի հայերին, իսկ քվեախցիկու դուք իրոք ամենահզորն եք, այդ պահին ժողովուրդ ջան, դուք ուժ եք, դուք ամենան եք այդ պահին, ձեզանից իշխանությունը վերցնում են այդ պահին, այդ որ հենց գցում եք ծրարը քվեատուփի մեջ, չէ։ Դուք այդ պահին որոշում եք մեր երկրի ապագան, մեր երկրի ճակատագիրը, ժողովուրդ ջան, խնդրում եմ, անպայման սա այդ կերպ քվեարկեք, որ հանուն լինի։ Իսկ 6-րդ համարի օգտին, մեր օգտին քվեարկելով դուք ունենալու եք իդեմս ինձ ղեկավար, մեր բոլորի մարդիկ, որոնք ծառայում են ձեզ ուղղակի, եւ ամենակարևորը, մենք ոչ թե ղեկավարվելու ենք այդպես շահերով, անձնական եւ այլն, այլ հանուն մեր ժողովրդի, ու մենք հրաշքներ չենք խոստանում, մենք խոստանում ենք ազնիվ, արդար, գիշեր-ցերեկ աշխատանք։ Քվեաթերթիկ համար 6 Քվեաթերթիկ համար 6 Քվեաթերթիկ համար 6 Քվեաթերթիկ համար 6 Միասնության արդարությունը Գալիս է Գալիս է Գալիս է Հայաստանի տեխնացու արման Հատոյան Հայաստանի տեխնացու արման Հատոյան Հայաստանի տեխնացու արման Հատոյան Հայաստանի տեխնացու արման Հատոյան Քվեաթերթիկ համար 6 Քվեաթերթիկ համար 6 Քվեաթերթիկ համար 6 Քվեաթերթիկ համար 6 Միասնության 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 Հայաստանի տեխնացու արման Հատոյան Հայաստանի տեխնացու արման Հատոյան
Արդարությունը գալիս է, Արդարությունը գալիս է, Արդարությունը գալիս է, Արդարությունը գալիս է, Ընտրենք 6-ին, որ ջախջախենք 16-ին։ Ընտրենք 6-ին, որ ջախջախենք 16-ին։ Ընտրենք 6-ին, որ ջախջախենք 16-ին։ Քվյաթերթիկ համար, քվյաթերթիկ համար, քվյաթերթիկ համար, քվյաթերթիկ համար, միասնության, 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 Մեր քաղաքացիներից մեկը հարց է տալիս, չնկարենք չենք նկարում։ Ընդհանրապես ասեմ ձեզ, այս ընտրություններում այդ բանը մի քիչ շատ է տարածված, մենք հասկանում ենք, մեր քաղաքացիներին այս իշխանությունը այնքան է մթնոլորտը կեղտոտել, որ քաղաքացիները զզվում են ուղղակի, բայց մեծ մասը զզվում է նաև այն վիճակից, որ ստեղծված է այսօր։ Դրա համար եմ ես մեր ժողովրդին ասում, ժողովուրդ ջան, ընտրություն ունեք, այդ մենք ենք։ Մենք լուծելու ենք այդ բոլոր հարցերը եւ մենք ուզում ենք, եթե ուրիշ պատմություն մեր երկրի համար, լավը, ճիշտը, այդ մեր ուժն է եւ այն քաղաքական ուժը, որը ներկայացնում ենք, որ բոլորով հասնենք այդ խնդրի լուծենք։ Հարց եղավ, կներեք, մեր քաղաքացին հարց տվեց, արագ պատասխանեմ, ինչ ենք պատասխանատվություն լինելու է, թե ոչ։ Իրավական, ես իրավունքի մարդ եմ։ Ես շատ խիստ մարդ եմ պետական աշխատանքում, բոլորը գիտեն։ Այն որ ասում են դրստում եմ բոլորին, հանգած մեկը փորձի իմ ասածից, իմ բնակավարում եղածից, գործից, քաղաքացուն հանգած մեկը փորձի խաթրին կպնել, այդ ամենավերջն է։ Ես շատ խիստ եմ աշխատանքի մեջ, բոլորը գիտեն։ Հիմա այդ խափնվում են մի քիչ, ասում են, բանա, խելոք տղայակը կարողանա թե չէ, աշխատանքի մեջ ոչ մեկ ինչ չի տեսել, այսինքն նրանցից, դա որ խոսում է։ Հիմա ժողովուրդ ջան, ամենա մի կարևոր հարցը, իրավական պետությունում չի կարող լինել ամենաթողություն, վենդետա եւ այլն չի կարող լինել, դա ճիշտ չի, պետք է լինի իրավական պատասխանատվություն, պետք է լինի անկախ դատական իշխանություն, ոչ թե այսօրվա նման ես մի հատ ձայնագրություն եմ ներկայացրել, ոնց են դասախոսի մի ԿՊ-ի պաշտոնյա դասախոսը մեր ուսանողներին ճնշում, որ գնա Նիկոլ Փաշինյանի հավաքին, մինչև հիմա 4 անուն եմ ներկայացրել, ասել եմ հարցակրնեք Նիկոլ Փաշինյանին, Արայիկ Հարությունյանին, բայց դա ասել եմ 12-ից հետո, հիմա եմ ասում, լավ կլինի 12-ից առաջ անել, որովհետև մինչև 12-ը Մոխրոտիկի հեքիաթի պես կարող է թասմանել այդ մարդու հետ կատարվեն, ինքը չհասկանա ինչ կատարվեց։ Լիլիթ Մակունց եւ Արայիկ Պապիկյան, Սուրեն Պապիկյան, սրանք են մարդիկ են, որոնք նախընտրական քարոզչության համար պատասխանատու են։ Մինչև հիմա ոչ մեկի ոչ ընթացք են տվել, ոչ հարցակրնել են, ոչ էլ առավել ևս ձերբակալել։ Ես մեր իրավապահ մարմիններին եմ ասում, մեր նրանցից ես շատ լավ գիտեմ նրանց, արժանապատիվ լիքը տղեկ մարդիկ կան, նրանցից շատերը մեծ հաճույքով կձերբակալեին այս բոլորին, եթե հնարավորությունը տրվի։ Ես ասում եմ, մենք մեր ժամանակ լինելու է իշխանություն, որը չի միջամտում իրավապահ մարմինների գործերին, որտեղ անկախ դատական իշխանությունը օրենքը լիարժեք գործում է մինչև վերջ, իրավունքը եւ պաշտպանելու է մինչև վերջ։ Հիմա աշխատանքի հարցով մեր լրագրողներից հարցրեցին աշխատանքի հետ կապված հարցեր։ Այո, այսօր աշխատանքը դարձել է շատ բարդ, դժվար, հարկային քաղաքականության, ես խնդրեմ մեր պանոն Անանյանը, մենք շատ կարևոր ծրագիր ունենք, որը վերաբերում է հարկային քաղաքականությանը, հենց կակրած մենք ստեղ ունենք արդեն շատ քաղաքացիներ, որոնք միջին փոքր բիզնեսի ներկայացուցիչներն են, ժողովուրդ ջան, այս ուշադիր լսեք, ընտիր շատ ծրագրեր ունենք։ Ես մենակ մի սկզբունք ասեմ, որ մենք ունենալու ենք արդար հարկման համակարգ, այդ ի՞նչ է նշանակում։ Նշանակում է շատ փող ունեցողը պետքա վճարի շատ, քիչ փող ունեցողը պետքա վճարի քիչ, ըստ եկամտի։